Մրգաշատի գյուղապետը հեռախոսով խոստացավ հարցազրույց տալ։ Արդեն գյուղում 1 ժամ սպասեցինք հարցազրույցին։ Վերջապես նա եկավ, որ հերքի ամեն ինչ։ Ոչ մի միջադեպ չի եղել, ոչ մի խնդիր չի եղել, նորմալ ընտրություններ անցկացվել է։ Այդ ինչ որ ասում են իմ կողմից, որ ես հայտարարեմ, որ մանկապարտեզ չի փակվելա, այդ բոլորը սուտ են։ Առավոտյան Գևորգ Դանիելյանը News-am-ին ասել էր. Եթե այդ ամենը շարունակվի, ես ամբողջ գյուղի ժողովրդին հանելու եմ եւ չգիտեմ այստեղ սպանություն կլինի, թե ինչ կարող է լինել։ Մինչև այդ գյուղապետը պատմել էր, որ գյուղապետի ընտրություններում իր մրցակիցը անկուսակցական Լավրենտ Մարտիրոսյանը, որի հետ ինքը խավոր սանիկական կապ ունի, կողմնակիցներին հանել է իր դեմ։ Քվեարկության արդյունքների հրապարակումից հետո պարտված տեխնացուի մարդիկ կոտրել են ընտրատեղամասի շենքի, գյուղի ակումբի դռները, ջարդուփշուր արել պատուհանները։ Մարտիրոսյանի մարդիկ աղուսարսափի մեջ են պահում վերընտրված գյուղապետի ընտանիքին ու ամբողջ գյուղը։ Այսպես էր Գևորգ Դանիելյանն ասել լրատվամիջոցին։ Կոտրված ապակիներ ու դռներ մենք էլ տեսանք, բայց պատուհանները ջարդած է եղել, երեխային էլ միշտ էլ անց է դարեր են կարող խփել են ջարդվելա, ոչ մի խնդիր չկա։ Սա ավազապատված է, քարա վերցե խփել են։ Այդ օրը ճիշտ է, հագարագործն գորացել են, բորացել են, եկել են թե մեր ձայներ են, բայց ոչ մի միջադեպ չի եղել, ոչ մի խնդիր չի եղել։ Գյուղացիներն ավելի բացախոս էին։ Մեզ պատմեցին, որ գոհ են ընտրության արդյունքից, բայց չէին մտածում, որ քվեարկությունից հետո մրգաշատում այսպիսի իրարանցում կլինի։ Եթե չեք ընտրում, չենք թողնի ձեր գործերին աշխատեք, այսպես աղտալով։ Ինքը ինչ գիտեր, ինքը կդառնա նախագահ, որ բոլորին էլ վախցնում էր։ Չէ, հայդերի քվեարկությունից հետո վեճ եղել, կռիվ եղել, ինչ, բայց լսել եմ ես։ Խփել են, կոտրել են։ Եթե իրանք չեն անցել, իրանք ինչ բարոյական իրավունք ունեն այդքան վնաս հասցնելու։ Պարտվողի դերում ինքը լավ դուրս գար, էլի պատվով դուրս գար։ Պատմում են, որ գիշերվա ժամը 1-ին Մարտիրոսյանի թիմակիցները մեքենաներով պաշարել են ընտրատեղամասը։ Հանձնաժողովի անդամները վախեցել են։ Ոստիկանների միջամտության շնորհիվ բանը ծեծկրտուքի չի հասել։ Չնայած մթնոլորտն այսօր համեմատաբար հանգիստ էր, մրգաշատցիները դեռ վախենում էին ազատ ելումուտ անել։ Հետընտրական գրքերից 1 օրով խուճապի մատնված մրգաշատի գյուղապետը մրցակցին հաղթել է 38 ձայնի առավելությամբ։ Գեղանուշ Աբրահամյան, Նորայր Շարբաթյան, ժամը լրատվական։